Լաթաքիայի համայնքային կառույցներից հայերին հորդորում են այսօր տներից դուրս չգալ։ Քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախատեսված արևագալի ու հսկման արարողությունները չեղարկված են, դպրոցներում դասեր չկան։ Սիրիայում դարձյալ բախումներ են եւ 3 դրանք Լաթաքիայի ծովափնյա շրջաններից հասել են մինչեւ Հայաշատ այս քաղաքի կենտրոն։ Վերջին շաբաթները նաեւ Դամասկոսի ժամանակ շրջանի մեջ, այս անցնող քանի օրերը Լաթաքիա Տարտու ծովափի շրջանի մեջ, ինչ որ pedagogan աղբյուրներ գաղորդեն լրատվամիջոցներ, թե զինյալներու եւ ապահովական կառավարական ուժերու միջև բախումներ դեղի ունենան եւ մանոր հետևանքով այլ զոհեր վիրավորներ կարձանագրվին։ Հայկական համայնքի մեջ չկան զոհեր վիրավորներ, հայկական տաղամասերու մեջ բարձրապես ցայներ կլսվին։ Սիրիայի Գանձասար շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Բողիկյանի խոսքով Լաթաքիայում նաեւ ջրի խնդիր է առաջացել։ Արտակարգ իրավիճակը պահպանվում է, պարետային ժամը երկարաձգվել է։ Մինչև արդյոք 10 դուրս չկան բնակիչները, այսօր արդեն բարետային ժամը երկարաձգված է մինչև գիշեր։ Նախկին նախագահ Բաշար Ասադի հեռացումից հետո սա Սիրիայում ծավալված ամենաարյունալի բախումն է։ Ըստ Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի վերջին 24 ժամում 130 հոգի է մահացել երկու կողմից, նաև 7 խաղաղ բնակիչներ։ Նոր կառավարության անվտանգության ուժերի ու նախկին Ասադի ռեժիմի կողմնակիցների միջև հակամարտություն է բռնկվել, երբ Սիրիայի նոր իշխանությունները Իդլիբից ռազմական ստորաբաժանում են ուղարկել Լաթաքիայի Ջեբլա բնակավայր, որ ռուսական Հմեյմիմ ավիաբազայի կողքին է։ Այստեղ Ալևի փոքրամասնություններ են ապրում, Ասադների ծննդավայրն է։ Մի շարք հատվածներ նրանց հսկողության տակ են։ Ալևի ասադականներին զինաթափելու իշխանության ծրագիրը 3 արյունոտ հետևանքներ ունեցավ։ Սիրիայի լրատվամիջոցները գրում են, զինյալները կառավարական ուժերի շարքերից տասնյակ մարտիկների են սպանել, որից հետո էլ կառավարությունը երկրի տարբեր կողմերից զինված խմբեր է ուղարկել Լաթաքիա, Տարտուս, Հոմս, ու այդպես բախումները ծավալվել են Ալևիների գյուղերում բազմաթիվ զոհեր կան։ Մենք Հալեպի շրջանի անվտանգության ծառայությունից ենք, գնում ենք դեպի ափամերձ շրջաններ, որ ջախջախենք Ասադի մնացորդներին։ Նրանք Լաթաքիայում մեր եղբայրների վրա են հարձակվել։ Ասադին տապալած ու Սիրիայում իշխանություն վերցրած Ահմեդ Ալ-Շարայի մարտիկները կրոնական կոչերով են շարժվել դեպի բախումների վայր։ Ըստ սիրիական աղբյուրների կառավարության անվտանգության ուժերը նաև 25 ասադականների են գերեվարել։ Նրանց թվում Ասադի շուրջ 20 տարվա թիմակցի նոթուժի ղեկավար Իբրահիմ Հուվեյժին։ Սիրիական սանագործակալության փոխանցմամբ այսօր արդեն կառավարական ուժերը իրենց ամբողջական հսկողության տակ են վերցրել Լաթաքիան ու Տարտուսը։ Այսօր հայտարարություն է տարածել Սիրիայի Ալևիների համայնքի բարձրագույն խորհուրդը, ահազանգել կրոնական փոքրամասնությունները դաժան ճնշումների են ենթարկվում։ Լաթաքիայում, Տարտուսում տեղի ունեցածի հեղինակները պիտի պատասխանատվություն կրեն։ Սիրիայի ալևիները աջակցություն են ակնկալում Միացյալ Ազգերի կազմակերպությունից եւ իրենց հայտարարության մեջ պնդում Ասադի աջակիցների հետ որևէ կապ չունեն։ Իսկ Սիրիայի հետախուզական ծառայության ղեկավար Անաս Խաթաբը X-ում գրել է, նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, բախումները ծրագրել են զինված ու անվտանգային ուժերի նախկին ներկայացուցիչներ, իսկ ցուցում տվողները Սիրիայից այն կողմ են։ Վերջին շրջանում կառավարական ուժերի ու Սիրիայի փոքրամասնություններից նաև դրուզների միջև էին բախումներ բռնկվել։ Զարմիկ Բողիկյանի գնահատմամբ խաղաղ երկխոսության կարիք կա, վերջերս այդպիսի միջանք եղավ, ազգային երկխոսության գագաթաժողով հրավիրվեց, ոչ մի օգուտ։ Գարշրջան առաջ էր ազգային երկխոսության գագաթաժողով եղավ, հրավիրեց կողմեր գաց չմասնակցեցան եւ այլն, այսինքն աշխատանք կդարվի այդ ուղղությամբ կառավարական ուժերի կողմը եւ ես կարծեմ ժամանակի հարց է, ժամանակի ընթացքին աստիճանաբար կմեղմանան այս լարվածությունները, որովհետեւ արդեն սուրո ժողովուրդը օգնած է այս սինյալ բախումներեն։